Ողջույն Արմեն։ Բարև Նարէ։ Շատ ուրախ եմ, որ դու այսօրվա իմ հաղորդման հյուրն ես։ Ես մի քանի օր գնացել էի մանկություն, քանի որ Արմեն իմ մանկության ընկերն է, եւ կարելի է ասել երաժշտական ճաշակը մեր բոլորի ձևավորվել է հենց մանկության տարիներից ու որ ասում են նմանին է գտնում, այսինքն եթե ես ռոք երգեր չլսեի, ավելի ճիշտ պապան ինձ չստիպեր, որ ես լսեի, հաստատ մենք մանկության ընկերներ չէինք լինի։ Ես գիշեմ որ դու Molly Michael Jackson-ի ֆանատ էիր։ Այո, իմ կյանքում բան չի փոխվել, ես էլի սիրում, ֆանատ չեմ, բայց սիրում եմ։ Հա, այն ժամանակ գլխարկները բան քո ինչ որ identity-ի մեր մասներ էլի։ Այո, ձեռնոցները, կոշիկները։ Հա, իրոք, ես էլ սպես որ հրավիրեցիր իմ ջալես շատ մերսի հրավերի համար սպես առիթ է որ կրնանք տեսնվենք ու քիչ շփվենք էլի։ Այո։ Հա, այդպես իմոցը ֆլեշբեքեր եղան, հիշեցի։ Հին Գյումրվա տարիները, թատրոնի հայատը The Revolution-ը ձեր խումբը, որը որ մենակ օրն եմ հիշում, չէ, ավելի ճիշտ ամիսն եմ հիշում, հոկտեմբերին կինոթատրոնում, թե հոկտեմբեր կինոթատրոնում։ Հա, տեղն եմ հիշում, հոկտեմբեր կինոթատրոնում դուք համեր կարեցիք ու երգեցիք, նվագեցիք հանրահայտ ռոք խմբերի երաժշտությունը Black Sabbath, չէ, Black Sabbath էլ է կարել, ժամանակ վստահ չեմ Black Sabbath կար սետի մեջ չէ, բայց հա, Beatles գնվագեինք, AC/DC գնվագեինք բան, ու հենց այդ օրը առաջի անգամ մեր կրած երկերից ենք նվագել մի քանիսը։ Ճիշտ է։ Բացառիկ օրեր էլի, ասենք մեր առաջի փորձերն էին համերգներ տալու, բայց սա տալիջը լծվել էր, որովհետև դրանից առաջ մենք ուժեղ պրոմո երեցինք ու մեր անգամ էլանք Կիրովի վրա գործիքները հանեցինք, նվագեցինք, մարդիկ հավաքվան, ասեցինք թե կուկակ մեր համերգին կինո հոկտեմբեր, ու այդպես եկան, մի օր հետ գնայեմ, առանձնապես նվագել չգիտեինք, առանձնապես տեխնիկայից օգտվել չգիտեինք, ջրերված դինամիկ էինք դրել, բառաբան ինչ որ կիսատ կդորներով, բայց կարևորը այդ էներգիաներ ու սերներ, որով որ մենք դիք գենեինք ու փոխանցվերգը մյուս մարդկանց էլի, ու հրաշալի հիմք եղավ դիք։ Ճիշտ է։ Այդպես միջև հիմի արդեն Իրականում հենց անունն էլ հեղափոխություն, դուք իսկապես Գյումրիում հեղափոխություն արեցիք, որովհետև այդ ժամանակ, այդ թվականին ռոք երաժշտություն հիմնականում զրաբիզներ, չէ։ Դե շատ քիչ էր, հա։ Հազվադեպ կրնա գիտարով մարդ տեսներ էլի դուսը, միշտ դիք ինչ որ թարսնայելու թեմա էր, որ մնաց երկար մազերով, բան, լիքը կռիվներ են երեխաները։ Բայց հետո որ մենք արդեն տեղափոխվանք Երևան ու մեկ ու մեջ հետ կերտայի, արդեն տեսնեինք որ ավելի շատացել է, ավելի ակտիվ է երիտասարդությունը, բնականաբար չեմ ասել դիք ինչ որ մենակ մեզնից էր կամ բան, բայց ուղիղ կապ ունի էլ, ինչ որ գնալով ավելի տարածվավ ինչ որ այդ մշակույթը, ազատությունը, այդպես ինքնաարդայտվելու կամքը եւ այլն, այդպես թույլ թողեցին էլ ինձ թվա ժամանակ այդ մարդիկ, այդպես, հա, ու դիգիրա տերում էցավ մինչև այսօր Լեննագանից հրաշալի ռոք խմբեր կելնին, ու շարունակվելու է հաստատ դիգել է։ Ու ես նաև գիտեմ, որ The Beatles-ը քո երկրորդ ծնողն է, դու այդպես էիր արտահայտվել, չէ՞, այդ ժամանակներում շատ էիր սիրում Beatles-ին։ Հիշես կլինի։ Իհարկե հիշում եմ, այո։ Ու երևի հենց Beatles-ի երաժշտությունը հիմք հանդիսացավ քո հետագա ստեղծագործական գործունեության։ Հա, հենց Beatles-ով ես գիտար վերցրեցի։ Ինչ որ փոքր ժամանակ 8 տարեկան էի, հիմա ես 8 տարեկան աշակերտներ ունեմ, հա 8 տարեկան էի, մաման ինձ տարավ երաժշտական, բայց առանձնապես չկբավ էլի գիտարը, շատ չսիրեցի, որովհետև ինչ ասած զբաղվեի ու կոնկրետ ինչ-որ չգիտեի թե որն է իմս։ Թողեցի ու հետո երբ որ 4 տարի անց Beatles լսեցի առաջի անգամ, ասես հետ ցկվա դեպի գիտարը, ինքս սկսեցի նվագել, հետ գնացի նույն ուսուցչիս մոտ, որ ինձ շարունակեց նոր դիսկեր, նոր խմբեր ու նոր երաժշտություն ցույց տալ ու զորվցնել ու այդպես գնացել է մինչև այսօր։
Հետո նաև դու մասնակցել ես X Factor-ին, ես հիշում եմ մենք խմբով եկել ենք, ես բալետ ենք անում, քո եղել այդպես բան։ Այո, եղել է ու շատ տպավորիչ էր քո ելույթները, առաջին ելույթն եմ հիշում, որ Գարիկ Պապոյանը իսկապես շատ էր տպավորվել։ Ու դու ի դեպ ասեմ, որ նաև այս վերջերս ես նայել եմ քո ելույթները, դու շատ նման ես Պոլ Մակքարթնիին։ X Factor-ի ելույթները թե։ X Factor-ի ելույթների ժամանակ նման ես ու այդ ժամանակ չէի հասկացել, բայց այս վերջերս որ նայեցի, իրոք դու նման ես թե արտակնապես, թե նաև ձայնով։ Հետաքրքիր է, էլի հենց է, մազերս որ երկար էր, 1.5 տարի առաջ եմ կտրել, Ջորջ Հարիսոնին էի ավելի նման Քսեին։ Մի օր կտրել եմ, էլի 20 օր Պոլին եմ նման ավելի։ Այդ X Factor-ը շատ հետաքրքիր, ինչ որ նախորդ կյանքի ցեղնի, միսվեսար կհիշեցնես։ Իմ մոդը շատ խավար հիշողություններ են էլի իրականում մնաց այդ ամեն ինչի հետ կապված։ Ավելի մոդ է այդ Revolution-ի տարաշրջանին ինչ որ ու այդ նույն բանը կշարժել ընձ էլի ինչ որ կիսվել են երկերով են երաժշտությունով ու էներգիայով ինչ որ ընձի շարժեր գշاد ու սպես կայց կուդարնեսից ու դիգել շատ լավ առիթ եղավ էլի ինչ որ փորձ ունենալու ինչ որտեղ ավելի մասսայականացնելու այդ երաժշտությունը իհարկե շանտը հայտնի է այդպես ռոկի հետ ունեցած սերտ կաբերով բայց ինչ որ բաներ ինձ թվա առաջի անգամ այնտեղ հնչել են էլի ինձ համար շատ կարևոր էր այդ X Factor-ի ժամանակ նվագել ինչ որ հեղինակային երգ ու այդ գալահամերներից մեկի ժամանակ եղավ վերջի վերջո համալիր նվագեցինք ամենավերջում, դիգիմ տեսածս ամենա տպավորիչ բաններ էլի, որպես դուս եկավ են ինչ որ 2000-4000 հոկանոց դահլիճեր, կարծեմ 2 ու ինչ, սպես նույնիսկ լիքը մարդ կա կլուտ հանես վերև բալգոն է, էլի լիքը մարդ, ես է 17 տարեկան Իսկ վաղ չուներ, այդքան մարդ տեսնելու Չէ, ինչ որ էներ ինչի հետևից ես կերտայի էլի ես նախորոք պես աշխատել էի ես ինձի հետ այդպես ու դիգ եղավ պես անցումային էտապ դեպի կյանքի ուրիշ փուլ առաջի անգամ X Factor-ի շնորհիվ գնացինք Անգլիա ինչ որ այդ առաջի երկու տեղը այդ էր ինչ որ նվերներից, բոնուսներից մեկը, շահումներից, այդպես ասած, գնացինք Անգլիա, ես էդ է Բիթլաման, հա, այդպես սաղ Լոնդոնը ոդաստակ տվեցի, Beatles-ի հետ կապված ինչ կար տեսա, ես նկարները հիշում եմ, հա, այդպես, այս ինչ բաներ հիշեցրիր, հա, ես էլ էի մտել այդ հիշողությունների մեջ, իրականում շատ հավես էր այդ ամեն ինչը, դու գրում ես երգեր, ինձ հետաքրքիր է ստեղծագործությունները, որոնք որ դու անում ես, երգերը, որ դու գրում ես, ինչ զգացողությունների հետևանքով է լինում, թե ուղղակի զուտ նստած ես ու տենց գալիս եմ ուսալ։ Ինչ որ մեջդ կա, էդ էլ դուսկու կա, ինչ որ կաբրիս էդ էլ կֆիլտրվի ու ստեղծագործություն կդառնա, այսինքն գրելու process-ը, էլի։ Շատ տարբեր ձևերի կրնայողնի, քանի որ ես 15-16 տարեկանից որ նվագ եմ գու իմ նվագս միշտ ստեղծագործության մասին է եղել, ես կան հետաքրքրված չեմ եղել որ գործիք տիրապետելու են սպորտային մասով ավելի արագ նվագել, շատ տեխնիկաներ ունենալ եւ այլն, այդպես նվագելը մեն ինչ որ սպես շարժել է ինձ էլի ու միշտ եղել է ինչ-որ կեդոր, ինչ-որ հետաքրքիր բան եմ զգացել ու գնացել եմ դոր հետևից ու դիգ երկ է թարը ինչ-որ երկու ձև կեղնի կրնա, ասենք երաժշտությունը կա սկզբից, հետո ինչ-որ թելադրե թե ինչ բառեր պիտի ունենայինք կամ կրնա կոնկրետ միտք ունենաս, թե ինչի մասին կուզես երկ գրես, բառեր եղնին, հետո երաժշտությունը հատպես համապատասխան է իրան ամեն դեպքում են ամենաթափանցիկ վիճակը են է, որ միտքը բացակայեգը ու ինչ-որ կդառնաս միշնորդ, որ երաժշտությունը կա ու մադներիդ միջոցով դուրս գա, դու ինչ-որ առաջի լսողն ես այդ երաժշտության էլի, այդ պահին, հետո նոր արդեն անալիզ կենես, թե ես ինչ էր
այնտեղ չգիտեմ երաժշտական տեսանկյունից էլի թե ինչ կնվագես այդպես ու ես այդ ամեն այդ սա սպեկտրի մեջ ինչ որ որոշ օրինակներ ունիմ էլի իմ գործունեությանս մեջ ու մանավանդ որ քո երաժշտությունը ինքը բարդ է ոչ բոլորն են հասկանում, ընկալում ու նաև լսում, չէ, որովհետև ինքը մի քիչ այլ մակարդակ է։ Հաստատ ռաբից երաժշտություն լսողը չի կարող լսի քո երաժշտությունը։ Ավելի իմ կարծիքով ոնց որ level-ը մակարդակը պետք է շատ բարձր լինի, որ հասկանա այդ երաժշտությունը, ընկալի ու զգա։ Եթե օրինակ 10 տարի առաջվա երկերը սեղնեին, կհամաձայնեի հետդ, որովհետև այդ ժամանակ երաժշտությունը ենթադրեր իրանից, որ դու որոշակի բազաբդի ունենայիր իրան լսելու համար, օրինակ չգիտեմ, կլասիկ ռոք կամ պրոգրեսիվ ռոք, այնտեղ ինչ-որ խառը չափեր, ավելի բարդ ստրուկտուրա եւ այլն։ Հիմա էլ կա այդ էլեմենտներից որոշները, բայց այս վերջի շրջանի երկերս, որոնք հայերեն են արդեն, ավելի մաչելի է։ Օրինակ մի ալբոմ կգրեմ, որի մեջ համ այդպես պրոգ-ռոքային գործեր կան, համ ավելի բարձ մաչելի բալադներ կան, որ մեծ ստրուկտուրայով շատ բարձ են, բայց ինքը չի ստիպե քեզի որ ուղիղ լարես որ հասկանաս ինչ կկատարվի էլի, այնտեղ կարող է ինչ-որ բարդ բաներ տեղի կունենան, բայց լսողը չի լարվի հասկանալու համար էլի, ինչ որ դու շատ հետև կրնաս լսես դիք, ոնց թվա հայերեն լեզուն էլ ու այն երկերը ինչ որ հիմի կան, ասես հնարավորինս ուղիղ մարդու սրդի հետ ինչ որ կխոսա ու ինչ որ թե ոնց թվա կշրջանցե այդ շերդերը ճաշակի, ինտելեկտի ու ասենք բառը կրնաչեղնի մեղեդին իրանով խոսա էլի, հա այն մարդու հետո որ թե ասենք ծանր մետալ գլսե կամ նույնիսկ ինչ-որ ռաբիս բայց այդ բային իրա մեջ ինչ-որ բան շարժվավ էլի ես ինչ-որ այդպես խնդիր չեմ տրել իմ առաջ որ շատ հանրամատչելի բան կրեմ բայց այդ երկերը այդպես են ստացվել ոնց թվա ավելի լայն հասարակության են հասանելի էլի քան կոնկրետ նիշային ասենք ռոք լսողներին հա այս վերջի մե 3-4 տարվա երկերը բայց հիմնական դրանից առաջ այդ եղել քո երաժշտությունը հա դորից առաջ կոնկրետ շատ ուրիշ այսպես կմտածեի երկարելուց բայց դա նորմալ է դու այդ տարիքին այդ հուզական վիճակում ես եղել քո ուղեղը հա այդ ամեն ինչը սկսել է ոնց որ այդ ձև ընկալել ու դրա համար դու ստեղծագործել ես այն ինչը որ համ մտքից է եկել համ քո զգացողություններից է եկել այսինքն դու ուրիշ ձև ես եղել Անձի համար գործիք է եղել այդ ժամանակ հա ինչ որ իմ մեջս կատարվի արդահայտելու ու ես վերջերս մի հատ էլ հարցազրույց եղավ ճիշտ ասած հենց այն թեմայով the struggling artist էլ ինչ-որ տառապող արտիստը այդ կարծրատիպ կա էլի որ արտիստին պետք է վատ եղնի դժվար եղնի տխուր եղնի ինչ-որ տանջվի որ կռանա ինչ-որ բան ստեղծագործե ինչ-որ այդ թեմայի մասին ուսումնասիրություններ որ մասին կշփվեինք ու էլի այս թեմայով խոսայինք հենց այդ ժամանակները ինչ-որ ես բռնել էի դիգին մոդս որ ինչի պետք է ես ինչ-որ դժվար տեղից երգ գրեմ էլ ինչ-որ իմ համար հարցերը դիգ որը տարիներ շարունակ պատասխանը չէի գտնի մինչև չորոշեցի դատարեմ էլ ինչ-որ դատար վերցնեմ ու հետո արդեն ինչ-որ ժամանակը ցույց կտար ու օրքսես այդ հուզական վիճակը մտքերը եւ այլն իրոք այդպես էր ու ինչ էլ ինձ հետ կատարվիր որ ես չհասկնայի իմ համար գործիք էր ինչ որ նստելու ինքս ինձի քանդելու էմոցիաներս հասկանալու կերնի չէ որ միաժամանակ ասենք այնքան խառնես այնքան բաներ կմտածես դուքուց են չես լսել էլի արդեն գլխի մեջ որ երկի բառեր գրելն էլ իմ համար այդպես տեղ վարժություն է եղել որ սա գլխիս մեջ եղածը դուրս հանեմ ինչ որ абստրակտ ձևի հա ինչ որ տեքստեր գրեմ այդ էլ երևի Լենոնից ոգեշնչված որովհետև ինքն էլ ունի շատպես абստրակտ պսիխադելիկ տեքստեր որ իմաստ չար դա է բայց մեջը էմոցիա կա էլի որ դու փորձես այդ բառերը որպես պոեզիա վերլուծես
չի ստացվի էլի ամեն դեպքում ինքը հեշտ է իմաստ չի տրել դոր մեջ այդպես բաներ կենեի իսկ հիմի հագարակը կփորձեմ հնարավորինս մատչելի ձևով ավելի բարդ ավելի կոմպլեքս էմոցիաներ որտեվ հաստատ սաղս կաբրինք էլի կոմպլեքս էմոցիաներ որոնք էջ միանշանակ ասենք տխուր կամ ուրախ չեն էլի այսպես ասած այդպես ինչ որ այն վաղ պարզ բանը բարդ ձևի կփորձեի այդպես հիմա բարդը պարզ բայց դու ասում ես հայերեն երգեր են նույնիսկ որ դու գրում ես կամ ունես հայկական հայերեն լեզվով երաժշտություն բայց ես ամեն ինչ մարդը համեմատում է, չէ՞։ Եթե օրինակ ես քո երաժշտությունը համեմատեմ հայկական մեկ այլ երգիչի, հայ երգիչի երաժշտության հետ, միևնույնն է քո երաժշտությունը ինքը տարբերվում է իր թե ձայնով, թե բառերով, թե նաև ոնց բացատրեմ, ինչ որ հետաքրիր էներգիա կա։ Ավելի փափուկ սահուն էներգիա կա, որը որ դու պետք է հասնես այդ մակարդակին, որ այդ երաժշտությունը լսես ու հասկանաս։ Փորձից կուկա էլի, ինձ թվավ։ Այնքան հետաքրքիր ստեղծագործողներ կան ժամանակակից underground, որ տեսենք դու ինչ որ ըստ երևույթի մտքիդ եկավ ինչ որ մե հայտնի փոփ երգիչ, հայկական կամ ինչ որ մե ուրիշ բան, բայց ինչ որ անհամեմատելի են, էլի, դոնք միշտ որ ինչ որ, չգիտեմ, կոնտեքստում ասենք ռոքն ու ռաբիզը մենախադասության մեջ կտնեն, ինձ համար բան է, էլի, քիչ տարօրինակ է, որ ինչի ռաբիզ կլսես, ռոք լսես օրինակ կամ ես դու ռոք կլսես, դու ռաբիզ լսես, ինչ որ ամեն ինչ իր տեղը ունի, ասես թե այնպես, հա կուկա փորձից, կուկա ճաշակից, հենց անձնական շատ սուբյեկտիվ բան է, էլի ճաշակը ինձ թվա։ Ու մարդը ինչով որ կսնվի, դիգել կեղնի իր համար ինչ որ նյութ ստեղծագործելու համադրած իր անձնական ապրումների, մտորումների ու իրան հուզող երևույթների հետ էլի։ Այդպես։ Նորմալ շատ տարբեր ասենք հուզական վիճակներ են օրինակ ինչ որ մի հատ ռադիոյով հնչող պայմանական մի հատ pop hit կամ ոչ pop ինչ որ մի hit ու ասենք ինչ որ underground-ից ինչ որ progressive metal հայերենով, հա, вообще ուրիշ աշխարհներ են էլի։ Տարբեր են։ Այդպես։ Բայց ամեն դեպքում դու քո երաժշտական գործունեությունը չդադարեցրիր, Գյումրիից հետո եկար Երևան ու Երևանում ստեղծեցիր քո խումբը։ Ինչու հենց Rosenthal, ինչու հենց այդպիսի անվանում դու տվեցիր այդ խմբին, ու նաև եթե իհարկե դու չես տվել կամ ով որ տվել է, հետաքրքիր իր պատմությունը, ինչ է դա նշանակում ու ինչ ստեղծագործական գործունեություն ես ունեցել այդ ընթացքում։ Դիք 15 թիվներ ծորից 11 տարի առաջ Rosenthal ես եմ դրել, դե իմ խումբս է, Հարութին կհիշես, չէ՞։ Իհարկե հիշում եմ։ Հա։ Հարութը այդ ժամանակները արդեն Հարութը բասիստն է։ Այդ ժամանակները նվագենք մենք իրար հետ вообще 6 տարեկանից ընկերներ ենք էլի, առաջի դասարանից իրար իմացել ենք, բայց ավելի սերտ սկսել ենք շփվել հենց այդ տարիներին, Հարութը սկսել էր բաս նվագել ես ու ինքը մեր տունը հանդիպեինք, ես այդ նոր մտքերս որ գիտեի որ ինչ-որ նոր բան է էլի, հələ ես էլ նոր կհասկնայի, սկսել էինք իրար հետ նվագել, պարաբել ու դրամեր մանկուկային, հարվածայիններ նվագող ու գտանք Նարեգին, ու իրար հետ հավաքվանք, այդ երկերը կուզեինք ձայնագրեինք, շատ վատ ձայնագրություններ ստացվան ու հիմա ես չգիտեմ ուր են այդ ձայնագրությունները, բայց կարևորը այն էր որ մենք հավաքվանք աշխատանք այդ երկերի վրա, հետո մի հատ ֆեստիվալ եղավ, որին առիթ եղավ նվագելու, որ առաջի անգամ պետք է մենք երեկով կենտանի նվագենք ու անուններ պետք է այդ ֆեստին մասնակցելու համար։ Ես այդ ժամանակ չգիտեմ ուրդից Ռոբերտ Rosenthal անունով հոգեբանի գործերի հետ այդպես կառաջվեի ու մի հատ Պիգմալիոնի էֆեկտը կոչվող երևույթ կա, այդ միֆական Պիգմալիոնի նույն պատմությունով, այն մտքով որ չէ այնտեղ Պիգմալիոնը արձանին
Սիրարվիգը, կյանք ներշնչե, անի կենտանանագը, նույն մի խոսքով միտքը է դա, որ ինչին շատ կհավատաս կլինի։ Հա, իրականություն կդառնա այդ մանիֆեստ ենելու երևույթն է, էլի։ Այդպես ես էլ դե փոքրուց երազել էի ինչ-որ ռոք խմբով կյանք ունենալու մասին ու այդպես իմ սաղ այդ հույզերը ստարել էի այս խմբի ու այդ անվան մեջ, որ մենք ինչ-որ տեղ դերտանք, ինչ-որ բանի պիտի հասնենք, չգիտեմ, այդպես մտքեր ու Ռոզենթալ այն ձևով ինչ-որ մենք կգրենք ու հնչողությունը դուրս եկավ իրեկիս էլ, չեմ հիշել ուրիշ ինչ անուններ կդիտարկեինք, բայց իրեքս էլ հավանեցինք այդ ձևով անունը ու այդպես մնաց այդ հարցը շատ են տվել ինձ թվա այդ օրվանից ի վեր իշքան ինտերվյու եղել է այդ հարցը տվել են, հա, մի խոսքով այդ է, բայց արդեն մարդիկ ինձ թվա, նու, լոկալ էլի, հենց կնգալ են Ռոզենթալ որ կսես, մեր խմբի կոնտեքստում, ովքեր որ չիդեն, որ օրինակ դիք շատ տարածված հրեական ազգանուն է, գերմանական, ասենք եթե Գերմանիա եղել եք, այնտեղ ասենք չգիտեմ Համբուրգ կամ Բերլին, ամեն խաշմերոգին կրնա Ռոզենթալ տեսնես էլ, ասենք չգիտեմ Ռոզենթալի փողոց, Ռոզենթալի ինչ-որ նրբանցք կամ Ռոզենթալի Սիրան ամենակ Ռոզենթալը փողոց կա։ Հա, դե շատ տարածված անուն է։ Ու ովքեր որ գիտեն, կմտածեն մենք ինչ-որ կապ ունենք Գերմանիայից հովանավորներ ունենք։ Հա, էլի։ Ու տարիների հետ իրականում մոտիկ սկսեց ավելի ընձի հուզել, որովհետև շատ չի խորացե ու առանձնապես ինչ-որ ազգայնական բաները չունեի էլի, հագումներ կամ միդումները չունեի, այդպես ամեն դեպքում ինչ սկսեցի հայերեն գրել, ավելի շատ սպես սրտիցս կուկար, որ եթե խումբ է, անունն էլ ինչ-որ հայկական տեղ տանի, ինչ-որ հայկականության մասին հուշ է, Էդ էլ միանշանակ չէ, կրնա եղնի ինչ-որ ունիվերսալ անուն օրինակ, բայց շատ եմ մտածել ինչ անուններ կրնա եղնի, ու տղեկ էդ էլ կիսվել եմ իմ ես մտքերովս, որ անհանգստացնեք ինձ այդ հարցը, վերջի համերգներից մեկին էլ ինչ-որ էլի մոդեք սանսին դուք հրեաների հետ ինչ-որ կապ ունի կսեցի, ոչ, այդպես, բայց մի սկսել եմ արդեն ինչ-որ կամաց որպես Արմեն Եդիգարյան գործունեություն ծավալել, հա, որտեղ տարիների ընթացքում այլ խմբերի հետ էլ ինչ-որ աշխատանքներ ունեցա, որպես գիտարիստ, կատիլի հետ նվագեցի մե տարիմ համարյա, արդեն 2 տարի ավել թմբատայի հետ կնվագեմ, տուրեր կենենք բան, ու սպես շատ բուրըն երաժշտական կյանք ստացվավ այս վերջի տարիները, ուտպես կուզեի էլի փորձեի իմ երկերս, որոնք որ կկարեմ ուրիշ երաժիշտների հետ նվագեմ, Ռոզենթալը իր ուրույն ֆորմատը ունի էլի, ասենք ես 100 տնը արագ իրար հետ, ասպես մեր սաունդը ունենք, որ այդ է Ռոզենթալը ու երևի մարդիկ դոր համար է կսիրեն, այդպես, բայց մի հատ տեղ եկանք, որ հասկացանք, որ շատ երկեր կան գրված Ռոզենթալով, անգլերենով հլը ասենք մեր 2 ալբոմի մատերիալը հեջից ու հաջորդ քայլ որպես կարելի է ձայնագրել այդ սաղ, հա, ինչ-որ պատվել այդ երկերը, հա, ոչ թե պրոստը անցնել առաջ, որտեղ ես որպես ստեղծագործող անընդհատ շարժի մեջ եմ, անընդհատ նորություն կուզեմ ու նոր երկեր կգրեմ ու այդտեղ այդպես կմնան ու մի մտքս է դեռ որպես Ռոզենթալ, եթե ինչ-որ բան ենք, կդիկ ալբոմ ձայնագրել կեղնի ու միաժամանակ ձայնագրեմ գեն ալբոմ, որ նոր սկսել եմ գրել, ասում եմ 5 տարի առաջվանից, այդպես, այսպես ինչ-որ տեղ ենք հասել։ Գիտես չէ, ես միշտ նախանձել եմ մարդկանց, ովքեր որ երգեր են գրում, կարողանում են երգեն ու կարողանում են նաև երաժշտություն ստեղծել, իսկ լուրջ եմ ասում, իմ համար շատ
հետաքրքիր են այդ մարդիկ, իրենք մի քիչ ուրիշ աշխարհից ոնց որ լինեն, կամ որ եթե դու չունես քո մեջ մի բան, ու ես ստեղծագործում եմ, բայց իմը պահի տակ է լինում, ես չեմ կարող իրան դնեմ, գրեմ, դրա համար ես հարցնում եմ, թե որտեղից է այդ ամեն ինչը գալիս, կամ ոնց ես դու հիշում, կամ ոնց ես նստում ու դու դա ստեղծագործում ու տեքստերի վերածում, այդ իմ համար շատ բարդ ու անհասկանալի ինչ-որ աշխարհ է։ Միշտ պետք է ընտառաջ տալ ստեղծագործությանը, ֆորմայի մեջ մնալ։ Ես կհիշեմ, որ երբ որ շատ ավելի շատ ազատ ժամանակ ունեի ու շատ ավելի քիչ պատասխանատվություններ ունեի իմ կյանքում, իմ սաղորս դորով էր լցված, ես ուղղակի վարժության նման գրեի, ջնջեի, սաղորը գիտար կնվագեի, որ անընդհատ նվագեի, ինչ-որ ավելի հասանելի էի այդ պահի համար, որ ինչ-որ բան ծնվի։ Հիմա որ ավելի քիչ ազատ ժամանակ ունիմ, որ ուղղակի իմ համար նստիմ գիտար նվագեմ, նորմալ ուշ կստացվի, էլի ինչ-որ երգ գրել ամեն դեպքում էլի միանշանակ չէ, սիքսուտ այդ պրոցեսի ինչ-որ մասնիկներից մեկը կբնութագրեմ, հա, անպայման պետք է ֆորմայի մեջ եղնել ու իրան ընտառաջ տալ ու միշտ ինչ-որ պատրաստ եղնել այդ պահին, էլի։ Եթե խոսանք այն պահի մասին, որ իրոք դու կզգաս, որ ինչ-որ բան պետք է ծնվի, էլի, ու այդ ծնունդը պետք է ընդունես։ Հա։ Լավ ձևերով ընդունեց այդ ծնունդը։ Հա։ Դե դա ամեն ինչի մեջ իր տեխնիկական ասպեկտն է կա, որ նու կախված ինչ ինստրումենտ է կամ պայմանները հարմար լինի, աղմուկ չլինի։ Լուրջ, այնտեղ լիքը պահեր կա, որ ասենք չգիտեմ, ձայնագրես կամ կաշխատիս ինչ-որ մի բանի վրա, ասենք այդ միտքը եկավ, այդ միտքը պետք է հղկես, շատ ժամանակ, ասես իմ մոտս այդ քանդակագործության օրինակն ու զուգահեռը կերտար, ասենք կզգաս, որ ինչ-որ իդեա կա, այնտեղ ինչ-որ բան կշոշափես ու այդպես հղկես կը, մինչև այդ պատկերը դուրս կգա էլի իր մեջից։ Իսկ քո մոտ եղել է, որ դու ստեղծագործում ես, հետո մի հատ էլ ոնց որ վրայով անցնում ես, կարդում ես, փոխում ես բառը, ինչ որ շարահյուսությունն ես փոխում, թե այն ինչ որ գրում ես, վերջ, դա է։ Հազվադեպ կեղնի, որ ինչը կգրվի, այդպես կմնա, որովհետև все-таки անդադար էվոլյուցիա կապրիս ու նայած, գիտես, երբ որ կա այդ զգացողությունը, որ սիգերն է ինչ-որ պետք է, ուրեմն վсё, հարցեր չկան, այդ տեքստը այդպես մնաց կամ այդ ակորդը այդպես էլ մնաց, բայց երբ որ կզգաս, որ քիչ եմ ուրիշ ձև դեղնի, տեղ ինչ-որ այդ հնարավորությունը բաց կթողնես մեջ, որ ինչ-որ պահի դու կհասկանաս հաստատ ու ինչ-որ պետք է փոխվի, ու հետո տեղը կգնի, էլի ինչ-որ puzzle-ի այդ կլորը, կամ չես մտածել այդ մասին, ու ինչ-որ պահի ինքը իրան այդ փոփոխություն տեղի կունենա։ Իմ մոտը շատ է եղել, որ ուղղակի երկը գրվել է բան, կա ինչ-որ ձև, համերգի ժամանակ, ուրիշ ձև եմ երկել։ Կամ բառն ես փոխել, հա։ Կամ բառն եմ փոխել, այդ պահի մեջ զգացել եմ, որ այդպես է ճիշտ ու համերգը ոչ այդպես լավ թեստ է, էլի, նոր գործերի համար։ Մենք շատ ենք նվագել համերգներ ժամանակին, ասենք երգ գրեինք, համերգ, երգ, համերգ ու այդպես ամեն հաջորդ համերգի հետ այդ երկերը ավելի կձևավորվեին, էլի։ Շատ հավես է, լուրջ հավես է, մանավանդ որ հենց քեզանից եմ լսում, ոնց ես այդ ամեն ինչը դու նկարագրում ներկայացնում, շատ իրոք հավես է։ Անձել է հավես։ Դու Ռոզենթալից հետո նաև այլ ծրագրեր, հա, նախագծեր ես ունեցել։ Զուգահեռ ավելի շատ։ Զուգահեռ, որն է ամենակարևորը եղել քո համար, որ ինչ-որ բան է փոխել քո կյանքում։ Նոր շունչ է հաղորդել քո կյանքում։ Դե հենց որպես երաժիշտ, սա զուգահեռ է եղել, ու ամեն մեկը իր ուրույն տեղ ունի։ Ռոզենթալը ինչ-որ իմ ծնունդս է, էլի, այսպես ասած, իմ երկերս են սաղ, ես եմ կապիտանը ինչ-որ այդ նավի, մյուս խմբերի մեջ որ սեցիորնը կատիլի հետ եմ նվագի կամ տմբատայի հետ, ես կոնկրետ էլեկտրոգիտարիստի գործ կենեմ, էլի։ Ոնց շատ դուր կուկա նաև այդ դերը, որտեղ կա արդեն ինչ-որ ձևավորված անսամբլը, որտեղ հստակ ֆունկցիա է պետք կատարել, տեսեք գիտար նվագել շատ կսիրեմ ու այդ ֆունկցիան կվերցնեմ ու ամեն մեկ խումբը դե իր
ոճ ունի, իր ուրույն մոդեցումը ունի, ոնցի թուրք ու գա ինչ որ նաև ուսումնասիրել այլ տեսանկյուններից էլի, մասնավորապես տես օրինակ թե Կատիլը թե Թմբատան ֆոլք երկերի մշակումներ կենեն ու այդ հենց դիտվա առաջի փորձառություններ մոդիգից շփվելու ֆոլք երկերի հետ քեզ փորձելու հասկանալու, հա, ասենք լադերի, օրինակ ինչն է որ հայկական թվա քեզ համար, օրինակ երաժշտության մեջ ինչ որ բան գլսես, սկսես այսիկ հայկական է, չէ՞ օրինակ։ Այ կոնկրետ հենց թե թեորիապես, թե պրակտիկայում ինչը կարելի է օրինակ հնչեցնել։ Այ օրինակ լավ բան ասեցիր հայկականն է, որ անդադ ասում է քո երաժշտությունը տարբերվող է, երևի քո երաժշտությունը հայերեն երաժշտություն, ես լսել եմ, այդ հայկական այդ բանը ես չեմ զգացել, ավելի իր մեջ ես անգլիական, ավելի արիստոկրատ բան եմ զգացել։ Այ օրս թազա երկերս է լսես, հայկականը կզգաս։ Ես լսել եմ, ինչ-որ YouTube-ում տեղադրված է, միգուցե մեկ քանի բան կա YouTube-յան հա YouTube-ից, բայց այս ալբոմը նոր կուկա։ Հա, այսինքն չկա, որտեվ հա դրա համար զարմացած նայեցի։ Այս տարի շատ հուսամ այս տարի կհասցնեմ, որտեվ շատ բաներ կկատարվին։ Իսկ որպես պրոյեկտ, ոչ որպես երաժիշտ նվագող, շատ բեգումնային էր Թոնլաբի հիմնադրումը, որը 3 տարի է արդեն, անցած ամիս 3-րդ տարեդարձը նշեցինք Թոնլաբի, այդ էլ մի հատ տեղ է, որով մենք փորձենք համակարգենք անկախ երաժշտական ոլորտը էլ, ինչ որ իմ նախապատմությունից խոսացինք, այդպես պատկերացրու քանի խմբեր կան, որոնք թե այսօր կստեղծվին կամ ցենք նույն մեր ժամանակներից ի վեր, այն խմբերը, որոնք որ ակտիվ են, ովքեր որ շարունակաբար ստեղծագործեն, ինչ որ իրանց համար տարածք է Թոնլաբը, հա հնարավորություն է, հա իրանք կրնանքան, օրինակ պես փաթեթ ենք ձևավորել, որ խումբը կրնակա գրանցվի ու ամսական ունենա իր ժամերը, ինչ որ գործի նման էլի, որտեղ այնտեղ կա այդ դիսցիպլինայի կարիքը, որ դու գաս ու դες որ քսեի ֆորմայի մեջ եղնես, որ ընտառաջերտ ասել ստեղծագործական process-ին, ինչ-որ դիք կխրախուսենք էլի, դասեր կենենք շաբաթվա մեջ ու շաբաթվա վերջի օրերին համերգներ կկազմակերպենք։ Ինչ-որ այն ինչ որ մենք լեննական revolution-ի վաղ չունեինք, բայց շատ կուզենայինք, դա այսօր ստեղծել ենք էլի։ Այսինքն յուրաքանչյուր շաբաթ համերգներ եք կազմակերպում։ Ամեն շաբաթ, հա, հիմնականում։ Ինչ-որ բացառիկ դեպքեր կան։ Որտեղ է դա գտնվում, որ բոլորն իմանանում հետո։ Այստեղ հարևանությամբ Օրիոն 19-ը, հա, Թոնլաբ ստուդիա, համեցեք։ Շատ իրոք հավես է, նորույթ է, Հայաստանում չկա նման բան, կամ ես չեմ լսել, չգիտեմ։ Այդ ֆորմատի չկա։ Ինչ-որ կան մի շարք տեղեր, որտեղ որ կապեմ, որտեղ որ մենք ինքներս լիքը նվագել ենք, բայց ինչ-որ հենց համերգը չէ առաջին պլանում էլի ինչ-որ այդ տարածք իրագործունեությունը կծավալ է որպես չգիտեմ կաֆե, փաբ կամ ինչ-որ բար ու կապեմ, որտեղ համերգը բոնուս է։ Մեր մոտ է կա բար, բայց բարն է բոնուս համերգի համար, էլի, այսինքն նստելու տեղեր չկան, սեղանատորներ, բան, ուտելիք չկա։ Հենց կուկան մարդիկ մենակ համերգների համար, ու մենք բացվինք public մենակ համերգների օրերին, էլի, մնացած ժամանակ մեր երաժիշտների գործունեության համար ենք մենակ բաց։ Չէ, իրոք շատ լավ հնարավորություն է։ Ու ոչ մենակ լոկալների համար, մեր մոտ հենց երեկ օրինակ մի հատ հայտնի բելարուս երգչուհի էր, համերգ ուներ, Պալինա էր անունը, ու լիքը երաժիշտների հետ եմ ծանոթացել, ովքեր որ ինչ-որ լսարան ունեին, բավականին հայտնի են, բայց ես կաղապար չունեմ, որ այդպես արտիստներ կան, էլի։ Օրինակ ամենահայտնիներից երևի Սլավա KPSS-ն է եղել, որ ես էլի չեմ իմացել, Թոնլաբով եմ իմացել, որ եկել էր համերգ տալու, հիմնականում ընկերներս ովքեր որ գիտեն, վա ինքը կուկա բան, դու ով է, ու դա համերգից հետո ուսումնասիրեմ, հետաքրքիր է դա ինչ-որ առաջվից մարդկանց հետ։ Մի շարք արտասահմանյան երկրներից արտիստներ եկել գնացել են, էլի, ասենք Ամերիկայից եղել է, Եվրոպայից եղել է,
երևի ինչ որ ասիական երկրից չենք ունեցել, հա, բայց կուզեմ նաև այդ միջազգային կապը կա, էլի, այդպես network է ստեղծվել հիմի մի շարք կազմակերպիչների հետ, ովքեր որ գիտեն որ այս տարածաշրջանում տուր եղավ, Երևան կրնան իրանց խմբին բերեն Թոնլաբ, էլի։ Մենք էլ շատ բաց ենք համագործակցության ու մենք էլ իրանցից կսորվենք, էլի, ինչ որ որովհետև այդ մշակույթը մեր մոտ ձևավորված չէ, նոր ձևավորվի գա, էլի, այսինքն այստեղ սաղ անկախ խմբեր են շատ քչերն են ունեցել հնարավորություն դուրս գալ ու նվագել արտերկրում ու դիք մի ամբողջ այսպես օպերացիոն համակարգ է էլի այնտեղ մի շարք դերեր կան որոնցից որ կախված է դա ամեն ինչի իրականացումը ու հենց Թոնլաբի միջոցով ես ինքս օրինակ հասկացել եմ թե այդ համակարգը ինչը կաշխատի էլի հա հետո նաև իրանք էլ Հայաստանի մշակույթն են իմանում, ծանոթանում ու նաև գնան ինչ-որ մի երկիր կպատմեն հայկական մշակույթի մասին, էդ էլ այդ մասով էլ ենք շատ օգտակար։ Հիմնականում շատ կարճ ժամանակով կգան։ Կա այդ ֆակտորը, եթե քիչմ երկար ժամանակ ունենան, որ կան գոնե, չգիտեմ, մատենադարան մտնին էլի, ասենք շատ մոդիկ է, բայց հյուրանոցից Թոնլաբից հյուրանոց ու գնացին։ Կամ Grand Candy գոնե։ Հիմնականում է դա էլի։ Հա Չէ, շատ լավ հնարավորություն է ստեղծել արտիստների համար, իրոք շատ լավ հնարավորություն է, ուսամ շատ մարդ կգա, շատ հաջողությունների կհասնեք։ Իսկ դու ասացիր, որ նախատեսում ես նոր ալբոմներ, կուզենաս դրանց մասին կիսվել, թե դեռ գաղտնի ես պահում, որ հենց լինի նոր արդեն մարդիկ իմանան։ Շատ գաղտնի չէ այն մարդկանց համար, ովքեր որ եկել են մեր համերգներին, որտեղ այդ երկերին արդեն դա հնչել է, նվագած են բազմիցս ու այդ ալբոմի կոնցեպտն էլ շուտվանից մշակված, պրոստը ես չէի պատկերացնել թե 3 տարի եղավ Թոնլաբը, այդ ալբոմը սկսել եմ գրել, նո առաջի երկերը այդ ալբոմի հələ 20-21 թվերից, ասենք վերջի երկը այն ինչ որ ալբոմի մեջ է երևի 2-3 թվերին է գրվել, այդ ընթացքում միշտ կենտանի նվագել ենք սա համերգներին, ֆեստիվալներին եւ այլն, ու առաջի ցայնագրությունը երել ենք 23-ին, ինձ թվա, ասենք պարաբանները ցայնագրված են եղել 23 թվից, ու Թոնլաբն էլ 23 թվին է հիմնվել, ու քանի որ ես ընդհանրապես փորձ չունեի այդ ոլորտում, էլի, բիզնես վարել, մենեջմենտ ֆինանսներ եւ այլիկը հարցեր հարգային, հա, որ խնդիրների առաջացման կարգով սկսես ծանոթանալ ու հասկանալ թե ինչը պետք է վարվել ու տիրապետել սիտուացիան էլի։ Հետևաբար իմ կյանքս որպես երաժիշտ որոշ փուլերում շատ ինչ որ ագամա մաղվավ երկրորդ պլան, իհարկե ոչ իմ համար ես միշտ էլ պրիորիտետ եմ տվել երաժշտությանն ու ստեղծագործությանը, բայց գործը ենթադրել որ իմ ժամանակս ու էներգիաս այնտեղ ավելի շատ է պետք ու ասենք կրնա ես ֆիքսեի որ ասենք չգիտեմ մեկ անի մոր օրինակ գիտար չեմ նվագել ու դիք ինձ շատ հուզող փաստ էր էլի հա ամեն դեպքում դիք կոնկրետ նպատակ տվեց ինձ որ հասցնել Թոնլաբային մագարտագի, որ ես կրնանամ զբաղվեմ իմ երաժշտական գործունեությամբ ու ինքն էլ իր կյանքով ապրի, այսինքն էլի դերերի բաշխում էր պետք, նոր մարդկանց ներգրավում ու համակարգ ստեղծել էլի, որտեղ համակարգ դեղն է որ աշխատի։ Բայց ասա որ դու որպես ստեղծագործ մարդ մտնում ես մի հատ ոլորտ, բայց դու այդ ոլորտում կարողանում ես նաև քո ստեղծագործական հմտություններն օգտագործել ու դա ավելի հեշտ է ստացվում։ Ու ինձ ցույց կտա որ ավելի ճկուն ես ամեն ինչում է էլի, այսինքն անկախ նորից մարդ արվեստով կզբաղվի թե չէ, թե սա կյանքը իրանով ստեղծագործություն է էլի, բնությունը ու կարելի է դորից սորվել ու այդպես վերաբերվել։ Ինքնավա դիգա շատ վերաբերմունք է աշխարհին ու իրերին էլի։ Այդպես։ Կա այդ ֆակտորը կա։ Արմ ես ուզում եմ քեզ բլիթ հարցեր տալ, ավելի ինձ կարճ հարցեր տա։ Քո կյանքի այս փուլը ինչ սաունդթրեքով երաժշտությամբ կբնութագրես։
Տիգրան Համասյան, ես հավագի արդեն քանի ամիս է իր հələ անցած ալբոմից 1000 ամպլբուլից սկսած լսեմ գը ու ինչ-որ ավելի խորանամ իր երաժշտության շերտերի մեջ ու ուղղակի կդրվիմ գը այս ամեն ինչից ինչ որ խոսացինք էլի ու դիգնզի նոր խորություններ ցույց կտա համել ինչ-որ իմ մեջս դիք շատ հետաքրքիր process է ինչ-որ այդ երաժշտության հետ փոխհարաբերությունը էլի շատ ոգեշնչեգ է ինքնձի այս վերջի ալբոմն էլ առավել եւս ինչ-որ շատ սպասված էր իմ համար ու soundtrack-ը ինձ թվա Տիգրան Համասյանի վերջին ալբոմ այդքան ծանոթ է կոչվում Manifest կոչվի այդ ալբոմը իմջալոց ամսի 22-ին ու 23-ին այդ ալբոմը պետք է նվագեն Գյումրիում հայստված ձեր մոտ են գալու Մեր մոտ շատ փոքր է այդ համերգի համար բայց ես շատ կուզենայի դեգուս ինչ որ կոմպակտ ֆորմատով էլի կարող եք փակ Վարդան Աջեմյան 2 օր իրար վրա այս էլ դուրտամ լսեմ Տիգրան Համասյանի գոհ Դե հայկը ուրիշ է Հա, բայց գիտես չէ Տիգրան Համասյանի մասով ասեմ, ես առաջի անգամ որ իրան լսեցի, ես չկարողացա իրան լսել։ Իմ հետ ինչ-որ տաղորնակ բան եղավ, ես շատ փոքր եմ։ Գիտես որտեղ էր եղել համերգը Գյումրիում փլատակներում մի հատ տեղ կար, հա, 16-ներ, հա, գնացել էինք ու երբ որ ինքը սկսեց նվագել, արդեն այդ նվագելուց որ սկսեց, իմ մոտ չեմ կարող բացատրեմ, բայց շատ տաղորնակ զգացողություններ ունեցավ ու ես դրանից հետո ասի ես չեմ կարող այս մարդուն լսեմ։ Շատ սենց ուրիշ բան զգացի։ Դե այդ միջավայրը Իրանով շատ ոչ ստանդարտ էր համերգի համար։ Իմ հիշելով ակուստիկ էր, տաշտամուր էր տված, դոմիկներ էր, հա։ Ես քիշեմ որ ուղղակի սպես կանգնած կդրված լսել եմ սկզբից մինչև վերջ։ Ես չկարողացա, ես մի անգամից դուրս եկա։ Հա Չկարողացա մինչև վերջ ես այդ երաժշտությունը լսեմ, չգիտեմ ինչի հետ էր պայմանավորված, ես մի անգամից դուրս եկա։ Չգիտեմ դի նույն բանն է թե չէ, բայց օրինակ նույն էս ալբոմի մեջ է, ինչ որ գործ կա, որ մի անգամից կբնի գսրդիս, ինչ որ գործ կա, որ սպես լսեմ գը ստոպ կուտա չէ մոտը ինչ որ։ Դե շատ կոմպլեքս է տեղ էլի իր երաժշտությունը ու մեկից կրնաս չնգալ ես էլի ու շատ եղե հետս որ մի բանը մի քանի անգամ լսելուց հետո եմ նոր զգացել թե ինչ կկատարվի հետո համել որպես գիտարիստ որ փորձեմ հասկանամ ինչ կկատարվի նվագեմ բան արդեն լրիվ կտարվի այսինքն սկզբից կրնա լսես ինչ որ շատ նեյտրալ վիճակի մեջ եղնես նո սեգին պարագայում կսեմ էլի ու հետո մի քանի անգամ լսեմ խորանամ գու հիմնականում հենց այդ դեպքերում էլ ավելի կսիրարվի այդ գործին, քանի որ մի անգամից էր կբա էլի։ Հա։ Հնարավոր օրինակ եթե ես հիմա այս իմ տարիքում լսեմ, կարող է լրիվ ուրիշ լինել, ուղղակի իմ մեջ այդ վախը առաջացել է ու չգիտեմ, երևի այդ չեմ կարող բացատրեմ ինձ զգացի այդ բանը, դրանից հետո եմ որ ես հեռացա, բայց ես հարգում եմ իրան որպես երաժիշտ, ինքը տաղանդավոր մարդ է, որ ասում են Տիգրան Համասյան, ես արդեն դրական եմ բնականաբար, որտեղ այդ մարդը իրոք հանճար է։ Զուտ իմ զգացողությունը այդ պահին մանանդվա ջամնակ է շատ փուճուր եմ եղել, դրիվ ուրիշ էր։ Կարող է հիմա լրիվ ուրիշ լինի, չգիտեմ։ Հնարավոր է, հա, կրած փորձես։ Փորձեմ, գնամ դու փորձեմ։ Եվ հաջորդ հարցը, որ երաժշտությունն է քո մասին։ Համաշխարհային կարող է լինել հիթ, այսինքն պարտադիր չի քո երգերից լինի։ Դե ամենաշատը իմ մասին իմ երգերն են երևի։ Քո երգերն է, հա։ Հա, իսկ ըմբես կրնանք ծաղկակաղ ենք տարբեր տեղերից։ Այնենք Դե մի քանիսը կարող ես ասել հիմնական։ Դե ինչը խոսացինք Beatles-ը, որ ես այդ երաժշտությունով եմ ինչ որ մեծացել ու հա նվագել սորվել, սախ կլասիկ ռոկը, հա, ասենք Led Zeppelin, Black Sabbath, Pink Floyd, չէ։ Pink Floyd, մեկ քիչ ավելի ուշ այդ 70-ականների պրոգրեսիվ ռոկի Queen-ը, խմբերը, հա, Queen-ը դաժե մեկ քիչ ավելի շուտ, երբ Rosenthal-ը սկսեինք, King Crimson, Genesis, Yes, այդ խմբերով էի շատ տարված։ Ինքը իր մի հատ նկար ունի YouTube-ում, ասես շատ տարօրինակ նկար է։ Հա, մի հատ շատ տարօրինակ, ասես աչքը դուրս եկած,
Ես այդ ալբոմը, չգիտեմ, հիշում ես YouTube-ի իրանց cover չեմ հիշում ալբոմը, աչքս ինձ դուրս եկած, չէ, ոնց որ ինքս մարդ չէր, ինքս նկարած էր, ինձ աչքը մեծ։ Հա, ոնց թվա հենց առաջի ալբոմի հետ է, չգիտեմ որի-րդ ալբոմն է։ Բան էսպես կողքից ու աչքս հայացքես, հա։ Ու այդ իմ Twitter-ի պրոֆիլի նկարն է։ Որ ինձ ասում ինչ ես նկարը դրել, ասում ճիշտ ասած երաժշտություն շատ եմ սիրում։ Իրոք ես այդ նկարը սիրում եմ, բայց այդ ահավոր էր։ Ինչի համար։ Որ երաժշտությունը կբացահայտես այսպես վինիլներով ու մտնես կխանութ ու բդի ընդրես cover-ից ելնելով ինչ տիպի ուշադրություն կգրավի էլի այդ թեմքը ու կարծեմ վրան հեշտման չի եղել գրած ոչ մի բան մենակ այդ նկարն է բայց այդ երաժշտությունը այդ որ դեպրեսիայի մեջ եմ դրիվ իմ համար է որ ես վայելում եմ կոնկրետ իմ դեպրեսիան դեպրեսիայի մեջ է այդ ալբոմից էպիտաֆը հաստատ հա հենց այդ էր ուղղակի ես այդ ժամանակ գիտեի հիմա չեմ հիշում հենց այդ էր հենց որ դեպրեսիայի մեջ էի լինում հենց հաճույքով ասում մի խանգարեք թողեք վայելեմ վիճակն է Հա, այդպես, շատ խմբեր կան իրականում, պես կոնվերջ կարելի է խոսալ էլի այդ երաժշտական ազդեցությունների մասին Իսկ ինչ հատկություն պետք է ունենա արտիստը, երաժիշտը իր կյանքի ընթացքում, որ դա իրեն տանի Ուր տանի Ճանապարհը տանի իր ստեղծագործական գործունեության մեջ, այսինքն իր հետ լինի այդ հատկությունը Ուր տանի Երևի հասկացա տեսերը իր գործի հանդեպ ու նվիրվածությունը այսինքն գործ կրնա քիչ կոպիտ են չէ բայց այն նրա հանդեպ ինչ որ մարդը կզբաղվի էլի հա Ես իմ հյուրերին նաև բնթագրում եմ, քեզ 3 բառով բնթագրեմ, ըստ իմ պատկերացումների, ճիշտ է, քեզ շուտ բանի ճանաչում եմ, բայց ամեն դեպքում ասեմ։ Դե դու բնականաբար հումորով ես, որտեղ մի հատ հումոր կա, այդ, չգիտեմ, հիշում ես ճանճի պատմությունը։ Չէ։ Չես հիշում, չէ։ Այդ եթերից հետո կասեմ, կհիշես։ Հումորով մարդ ես, երկրորդը յուրահատուկ ստեղծարար, ստեղծագործող ես։ Ինձ յուրահատուկ, ես չեմ կարող ասեմ մենակ ստեղծագործող մարդ, յուրահատուկ եւ երրորդը շատ ջիկյարով ես դու։ Ես քեզ միշտ ջիկյարով եմ հիշել։ Շնորհակալություն։ Ծանոթակների համար։ Հա։ Երևի, հա։ Ну իմ պատկերացմամբ այդպեսին։ Կարող ես քեզ դի ծանոթակ։ Չէ։ Հա։ Ես եմ հյուրերին բնթագրում։ Հասկացա։ Ջիգարով, հումորով եւ յուրահատուկ ստեղծագործող։ Մոտդ գրի։ Եթե դուք ելեք հաներ համակարգի կոմենտներում գրեք։ Կոմենտներում գրով, այո։ Չէ։ Բայց կարող եք գրել։ Այո։ Եվ իմ նախորդ հյուրերը, հաջորդ հյուրերին հարցեր են տալիս։ Նախորդ հյուրս հարց է տվել, որը գրել եմ մի հատ կարդամ, որովհետեւ ինքը Դու չգիտես ով է հաջորդ հյուրը, բայց հարց ես տալիս, թե ինքը չգիտի, ես գիտեմ։ Հա։ Ինքը չգիտե ով է իմ հաջորդ հյուրը։ Տալիս է հարցը, որ ես հաջորդ հյուրի, նախորդ հյուրը քեզ հարց տվել է։ Ինքը ասում է, որ ցանկացած իրավիճակ, ցանկացած ստեղծագործող մարդ, որ ստեղծում է, շատերը բնականաբար քննադատում են, շատ մարդիկ, չկա, չէ, այդպիսի մի ստեղծագործող մարդ, որը որ չստանա քննադատություն։ Ինչպես ես վերաբերվում այն քննադատություններին, որոնք որ adekvat են, նորմալ են, ոնց ես դու այդ քննադատություններին վերաբերվում։ Շատ լավ կվերաբերվին, որովհետև այդ քննադատության պակասը իրականում շատ կա էլի։ Ինքը քեզ օգնում է։ Ես էլ եմ հարցում, օգնում է, այսինքն ասեն, որ չգիտես ինչ կա այս երաժշտության մեջ, այս բառը փոխես։ Ոլորտում, ասենք երաժշտական կրիտիկ դեր կա, մարդիկ կան, ովքեր ունին այդ փորձը, այդ ինչ ասեմ, այսինքն մարդիկ ովքեր որ վերլուծաբաններ են իշխոր ու կլսեն ստեղծագործությունը, կլսեն օրինակ ալբոմ, դիք միշտ այդպես է եղել, պրոստը այսօր շատ քիչ կկատարվի էլի,
լսենք օրինակ այդ ալբոմը ու իրանց վերլուծությունը կուտան, որը տեղ-տեղ կրնա շատ օբյեկտիվ եղնի, տեղ կրնա շատ սուբյեկտիվ եղնի, կախված թե ինչ ասպեկտի կվերաբերվի դիք, ու օրինակ դիք տպագրվի ինչ որ մի հատ հայտնի կամ անհայտ ինչ որ ժուրնալում, օրինակ երաժշտական կամ մշակութային ավելի լայն Այսօր պրոստը քննադատությանը քիչ հորիստև կնայենք, որ դիք, այսինքն կուզեմ ասեմ, դիք ֆորմալ օֆիցիալ քննադատությունն է, որին ցենք միշտ արտիստները սպասել են նույնիսկ էլի, որովհետև դիք շատ հետաքրքիր սպես փոխհարաբերություն է ինչ-որ ստեղծագործողի ու լսողի, ընկալողի միջև ես շատ կուզենամ դիք ավելի շատ եղնի որտեվ իհարկե դու ինչ էլ եղնի, ինչի մասին էլ այդ քննադատությունը կամ վերլուծությունը եղնի, մի այլ անգյան տակ կտեսնես այդ ստեղծագործությունը, որտեվ դու որ գրես, ხო չես մտածել թե ինչով պետք է մարդիկ դուր վերաբերվին, էլի, այսինքն ինչ որ անակնկալ կա այդտեղ։ Ու միշտ հետաքրքիր է, հա, մարդիկ ինչով կտեսնին ու կրնա դիք շատ օգտակար է նաև, էլի։ Իսկ եթե անադեկվատ է։ Դա անադեկվատ է, հա, ինչ որ անադեկվատի էլ աշճան կա, էլի, ասենք ես եմ ժամանակ չես տրամադրել, էլի պրոստը։ Արմին բոլոր հյուրերը հաջորդ հյուրերին հարց են տալիս, բայց իրենք չգիտեն թե ով է լինելու հաջորդ հարցը։ Ինչ հարց կտաս։ Ով է լինելու հաջորդ հարցը։ Հյուրը արդեն։ Հյուրը։ Կուզես դու դիք մեկ էլ գնեմ ինչև ես հարցը մտածում։ Յա, բայց սա էֆեկտը է։ Որ է էֆեկտը։ Որ ինքը չգիտի ես ինչ եմ հարցնելու, որ մտածես ու ասես։ Չէ, նկատի ունեցիր չգիտի թե ով է լինելու հաջորդ հարցը։ Այդտենց ասել, տեսեցի։ Դա մա կարգն է։ Հա, ես սխալվակ, հա, օքեյ։ Ես եմ մտածում էլի։ Արմ իմ հյուրերը հաջորդ հյուրերին հարցեր են տալու, ինչ հարց կտաս իմ հաջորդ հյուրին։ Ինչը կքնի ու ինչը կզարթնի։ Հենց այդ օրը օրինակ, մասնավորապես։ Որ օրը։ Այդ երբ որ հարցազրույցը եղնի։ Հա, այդ օրը ոնց է կնա։ Ինչ կքնի ու ինչ կզարթնի։ Okay։ Եվ իմ բոլոր հյուրերը ինձ փոքրիկ նվեր են տալիս, որը կապված է իր կամ իր ստեղծագործական գործունեության հետ։ Ինձ հետաքրքիր է թե դու ինչ ես պատրաստել մեզ համար։ Ես բերել եմ փորձառություն նվեր։ Gift card Tonlabից։ Ես այսինքն կարող եմ գալ։ Դուք կարող եք գալ։ Իրականում մտիկ հենց ամսաթվով է, բայց եթե չհարմարցնեք կփոխենք ոչինչ։ 4 հոգու համար ձեր թիմից համերգի տոմս կարող եք ընկալել 4 հոգու համար ձեր թիմից Voltara կոչվող խմբի համերգն է ու կան եւս 2 խումբ, ովքեր բացում կնվագեն Voltara-ն կնաս ընկալես նոր սերնդի լենագանի ռոք խմբերից է, էլի։ Աղջիկ կամ մեջը։ Չէ։ Չէ, տղաներ են։ Իրենք տղա են։ Փոքր են իրենք տարիքով։ Հա, մեզնից փոքր են։ Չավես է շատ փոքր չեն էլի արդեն։ Շատ լավ է։ Հա, ոնց որ համեցեք։ Շնորհակալություն։ Ապրե շատ, որ եկար։ Շատ հավես էր, շատ հետաքրքիր զգացողություններ ունեցա իրականում, իրոք շատ հավես էր։ Իմ համար էլ, մերսի որ հրավիրեցիր, շատ ուրախ էի։ Մի րոպե կներես։ Ես չէի նախատեսել հավաքել հեռուստատիտողներ։ Բայց կարաս դու էդի խոսես։ Հա։ Դու կարաս խոսես։ Մերսի որ հրավիրեցիր, շատ ուրախ էի տեսնվել ու շփվել, իմ համար էլ շատ լավ անցավ։ Չմոռանաք հետևել Buzz TV YouTube-յան ալիքին, Critics-ի նոր ոդքասթները դիտելու համար։ Իսկ այսօրվա իմ տեսքը ապահովեց Անուշի գեղեցկության սրահի վարսահարդար Անին։